Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Պապայա սեպտեմբերի 25 քաղաքացիական պայմանագրի համագումարն է ստեղծվում, պետք է վարչության կազմում հնարավոր է փոփոխություններ լինեն, ընտրական նոր ցուցակ է կազմվելու, եթե ճիշտ եմ հիշում նախորդն էր, որ այսպես կեղտիկների հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ, այս անգամ մտավախություն չունեք, որ կարանույնը կրկնվի ու կան արդյոք ինքնաառաջադրումներ արդեն իսկ։ Նախ առաջինը սեպտեմբերի 20-ի ես խնդրում եմ ավարտեք համաժողովի հետ կապված նշեմ, որ ընտրական ցուցակ չի ձևավորվելու այդ համաժողովում, այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր եւ իհարկե նոր վարչության ընտրություններ լինելու, վարչության առաջադրումների եւ ինքնաառաջադրումների փուլը սկսված չէ, դա հունիսի 1-ից 15-ն է, որքան հիշում եմ, այդ հատվածում է տեղի ունենալու, բնականաբար հիմա չկան եւ չեն էլ կարող լինել առաջադրումներ եւ ինքնաառաջադրումներ, իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը կփոխվի կամ ինչ չափով կփոխվի, բնականաբար ես վստահ եմ, որ ինչ որ չափով կփոխվի, որովհետև դա մաքուր ժողովրդավարական ձևով է տեղի ունենում, ինչպես նախորդիվ։ Ես ուզում եմ նշել, որ նախորդ անգամ կեղծիքներ տեղի չեն ունեցել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում այո, փոփոխություններ տեղի են ունեցել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ընտրողների կամքը 100%-ով արտահայտվել է, այսինքն այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար եւ վերահաշվարկի, այդպես ասենք, դե ոչինչ բան չի եղել, վերահաշվարկ եղել է, վերահաշվարկի արդյունքում այդ թվում վարչության ընտրված եւ չընտրված կազմում փոփոխություններ տեղի ունեցել եւ ձայների փոփոխություններ տեղի ունեցել, դա նորմալ է եւ օրինակ ուզում եմ հիշեցնել, որ իմ ձայները օրինակ վերահաշվարկի արդյունքում ավելացել են, բայց ես չեմ համարում, որ իմ ձայները գողացվել են, կներեք։ Ես այդպես չեմ համարում, որովհետեւ գիտեք 600 ձայնի մեջ օրինակ եթե 10 ձայն ավելանում է կամ 10 ձայն պակասում է, դա իհարկե շատ վատ է, չէ։ Դա իհարկե շատ վատ է, որովհետեւ դա նշանակում է, որ հանձնաժողովում որոշակի, այսպես ասած, հոգնածության կամ շտապողականության հետևանքով ինչ որ ձայներ լավ չեն հաշվարկել, բայց դրա հետևությունը մենք արել ենք։ Դրա հետևությունը կներեք, մենք արել ենք եւ հիմա ավելի շատ հանձնաժողովներ ենք ունենալու, ավելի շատ ժամանակ ենք տրամադրելու, ժամկետային սահմանափակում չեն ունենալու, այսինքն եւ իհարկե տեսախցիկների առաջ հանգիստ ինչքան պետք է թող հաշվեն, որովհետեւ շատ կարևոր է, որ մեկ ձայնը, որովհետև մենք տեսանք, որ մեր ընտրություններում կարծեմ 2 ձայնը որոշիչ նշան է։ Մենք ունենք վարչության անդամ, որ 2 ձայն, այսինքն տեխնացու ունենք, որ մի 2-3 ձայն, եթե ավել հավաքեր, կընտրվեր, բայց չի ընտրվել։ Պարոն, 2 հարց, մեկը վերաբերում է նորից այդ ԿՊ վարչությանը, նկատելի է, որ վերջին նիստերին Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ չի մասնակցում, ինչ խնդիր կա, ինչով է պայմանավորված եւ ընդհանուր թիմեր կա արդյոք նրա եւ թիմի միջև խնդիր, մեկուսացված է արդյոք եւ երկրորդ հարցը վերաբերում է, տեսեք, իշխանությունը անդադար խոսում է, որ ատելության խոսք չպետք է գեներացվի եւ այլն, բայց մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես Հայաստանի վարչապետի տիկինը տարբեր բնորոշումներով խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, չմեջբերեմ, ենթադրում եմ դուք տեսած։ Տեսեք, ես պատասխանեմ։ Առաջին հարցում բացարձակ որևէ խնդիր չկա եւ կարծում եմ վարչության նիստերին չմասնակցությունը պարոն Ավինյանը ավելի ճիշտ կմեկնաբանի, բայց իմ տպավորությամբ եւ ես ունեմ վստահություն, որ դա բացարձակապես իր աշխատանքային պետական համայնքային աշխատանքային ծանրաբեռնվածությամբ է բացատրվում, որևէ կուսակցական խնդիր չկա։ Սա մեկ, երկրորդը ես երկրորդ դեպքը շատ չեմ մեկնաբանի, բայց ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ իրեն տղամարդ համարող մարդը կարա վիրավորվի մի իրավիճակից, երբ որ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով։ Ես փոխանակ ամոթ համաչեմ, իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ որ կնոջը
նստած վիրավորում են գրառումներով եւ այլն, մի հատ էլ բան է, ձեր մոտ զարմանք առաջան։ Ես կարծում եմ, որ ձեր մոտ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, որ զարմանք առաջանար ու այդ մարդկանց ասեիք, ամոթ չես համաչում, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես ու կնոջը վիրավորում ես, երեխաների մորը վիրավորում ես, այդ հարցը չէր առաջանա, ես այսքանը կասեմ ու վերջ, ես այսքանը, այլ ներողություն եմ խնդրում, այլ հարցեր կան, այլ հարցեր տվեք։ Տեղեկություն չունեմ դա հետ կապված։ Ես գիտեմ, որ կար պրոբլեմ բանի հետ կապված, Ռուսալի հետ կապված, Ռուսալի ներկայացուցիչները իմ եւ փոխվարչապետ Դավիթաշվիլիի հետ հանդիպել են, ես հենց այդտեղ հանդիպում կազմակերպեցի եւ պարոն Դավիթաշվիլին Վրաստանի փոխվարչապետը խոստացավ լուծել այդ հարցը եւ դրանից հետո Ռուսալի ներկայացուցիչները մեզ չեն բողոքել որևէ հարցի հետ կապված եւ ես ենթադրում եմ, որ լուծված է հարցը։ Եվ պարոն Պապյան, դուք ասացիք, որ կառավարությունը աջակցության ծրագիր է մշակում խաղաղագործների հետ կապված, բայց դա սեպտեմբեր ամսից է գործում, բայց մինչև սեպտեմբերը 3 ամիս կա։ Այդ ընթացքում եւ քանի որ չի լուծվել դեռևս նրանց խնդիրը արտահանման հետ կապված, այսինքն 3 ամիս այդ մարդիկ ինչ պիտի անեն եւ դա որքանով է կոմպենսացնելու նրանց հասցված վնասը։ Հարգելի գործընկերներ, մեր աջակցության ծրագիրը լինելու է մեր բիզնեսների մրցունակության պահպանման եւ խաղողի անխոչնդոտ եւ անխափան մթերումների մասին։ Այսինքն այն ընկերությունները, որոնք որ իրականացնեն խաղողի անխոչնդոտ մթերում, նրանք կստանան որոշակի աջակցություն եւ սրանով նաեւ մենք մեր ոլորտին կաջակցենք։ Ավելի մանրամասն ես հիմա չեմ պատրաստվում ասել եւ չեմ էլ կարող ասել, որովհետեւ մեխանիզմների, ձևի եւ այլնի վերաբերյալ մենք քննարկումներ դեռ կունենանք ոլորտի հետ։